2025 թվականը մեր մարզիկների համար եղել է եւ մեծ հաղթանակների եւ ցավալի ու անսպասելի պարտությունների տարի։ Տարվա առաջին խոշոր միջազգային ստուգարքը հայ ըմբիշների համար կայացավ Էստոնիայում, որտեղ հունվարի սկզբին անցկացվեց ավանդական Կրիստիան Պալուսալոյի անվան հուշամրցաշարը։ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցեց 4 մարզիկներով եւ հայ 4 ըմբիշները նվաճեցին 4 մեդալ, 3 ոսկե եւ 1 բրոնզե, իսկ թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ տեղը, զիջելով միայն Վրաստանի եւ Լեհաստանի հավաքականներին։ Կարեն Խաչատրյանը, Հայկ Խլոյանը եւ Դավիթ Օվասապյանը նվաճեցին ոսկե, իսկ Սամվել Գրիգորյանը բրոնզե մեդալ։ Մարտի 8-ից 14-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան ընդունեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց 10 մարզիկներով եւ առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալով։ Պարգևատրվեցին Արեգ Թոփալյանը եւ Վիգեն Նազարյանը։ Ապրիլի 13-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվեց 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 2 մեդալով։ Մալխաս Ամոյանը 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն, հաստատելով իր գերիշխող դիրքը մայրցամաքում։ Նրա հաղթական ճանապարհը ճանաչվեց մրցաշարի լավագույն պահը երկրպագուների քվեարկությամբ։ Կարեն Ասլանյանն առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, նվաճելով արծաթե մեդալ եւ հաստատվելով որպես քաշային կարգի առաջատարներից մեկը։ 2025 թվականը հաջող էր նաեւ երիտասարդների համար։ Ապրիլի վերջին Ֆրանսիայի Սերաքաղաքում կայացած առաջնությունում Հայաստանի պատանի ըմբիշները նվաճեցին 12 մեդալ, 3 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե։ Իսկ հունիսի 9-ից 11-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայացած մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը վստահորեն գրավեց առաջին տեղը թիմային հաշվարկում 135 միավորով, առաջ անցնելով Վրաստանից եւ Ադրբեջանից։ Իսկ ահա 2025 թվականի սեպտեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 3 մեդալով։ Մալխաս Ամոյանը նվաճեց ոսկե, իսկ Սլավիկ Գալստյանն ու Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալներ։ Մալխաս Ամոյանը եզրափակչում ժամանակից շուտ 11 հաշվով հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Նոա Կուսակային եւ դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։ Նրա հաղթանակը գնահատվեց որպես տարվա լավագույն վերադարձ եւ հայ ըմբիշը արժանացավ Comeback Wrestler of Year 2025 մրցանակին։ Ռիո 2016 օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ավարտեց իր ելույթները Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առանց մեդալի։ Աշխարհի քառակի եւ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Ալեքսանյանը քառորդ եզրափակչում պարտվեց ադրբեջանցի Մուրադ Ահմադևին։ Վերջինս կիսաեզրափակչում հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանին եւ պարտվեց 1-1 հաշվով, միավորի հավասարության պայմաններում զիջելով առաջին միավորը գրանցելու պատճառով։ Ազատ ոճում Հայաստանի հավաքականը Զագրեբի աշխարհի առաջնությունում ունեցավ 1 մեդալ։ Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ, աշխարհի առաջնությունում արժանանալով իր 4-րդ պարգևին։ Հոկտեմբերի 23-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց 2025 թվականի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտում։ Հայաստանի հավաքականը մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը։ Հայ ըմբիշները նվաճեցին 2 մեդալ, 1 արծաթե եւ 1 բրոնզե։ Մինչև 130 կիլոգրամ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Ռազմիկ Քուրդյանը, իսկ մինչև 60 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սուրեն Աղաջանյանը։ 2025 թվականը հայկական ծանամարտի համար նշանավորվեց ոչ միայն բարձր մրցաշարային արդյունքներով, այլև համակարգային վերափոխումներով։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ապրիլի 13-ից 21-ը կայացած ծանամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները հաղթեցին թիմային պայքարում, գրանցելով հերթական պատմական արդյունքը։ Կանանց հավաքականը Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը եւ Լիանա Գյուրջյանը նվաճեցին 3 արծաթե մեդալ երկամարտում։ Տղամարդկանց հավաքականը հանդես եկավ ավելի արդյունավետ։ Գարիկ Կարապետյանը եւ Վարազդատ Լալայանը նվաճեցին ոսկե, Գոր Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը արծաթե, իսկ Գառնիկ Չոլակյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ։ Այս արդյունքը Հայաստանի հավաքականին թույլ տվեց Եվրոպայի առաջնությունում զբաղեցնել առաջին տեղը տղամարդկանց եւ կանանց համատեղ թիմային հաշվարկով։ 2025 թվականի մայիսի 1-ից 6-ը Պերույի մայրաքաղաք Լիմայում պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ անցկացվեցին մինչև 20 տարեկանների եւ մինչև
մինչև 17 տարեկանների ծանրամարտի աշխարհի առաջնությունները։ Հայաստանի հավաքականը ներկայացված էր 7 մարզիկներով եւ նվաճեց 6 մեդալ, որից 4-ը ոսկե։ Այս արդյունքն ապահովեց Հայաստանի առաջին տեղը մեդալային հաշվարկով։ Հատկանշական է, որ Հայաստանը մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում առաջին անգամ մեդալային հաշվարկում հաղթեց, ունենալով ընդամենը 2 ներկայացուցիչ։ Իսկ ահա նոյեմբերի 4-ին Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Հայաստանի հավաքականը դարձավ ընդհանուր մեդալային հաշվարկի հաղթող։ Հայ ծանրամարտիկները նվաճեցին 20 ոսկե, 10 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ։ Չնայած ընդհանուր հաջողությանը տարիքային եւ սեռային առանձին հաշվարկներում արձանագրվեցին տարբեր արդյունքներ, ինչը մասնագետների գնահատմամբ մատնանշում է զարգացման անհավասար տեմպերը տարբեր խմբերում։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի տվյալներով 2025 թվականին հայ ծանրամարտիկները խոշոր միջազգային մրցաշարերում նվաճել են 91 մեդալ, 41 ոսկե, 28 արծաթե եւ 22 բրոնզե։ Սակայն միջազգային մրցումների պաշտոնական արձանագրությունների ամփոփ հաշվարկը ցույց է տալիս 83 մեդալ, իսկ տարբերությունն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ ֆեդերացիան ընդհանուր ցուցանիշում ներառել է նաեւ պարապաուերլիֆթինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի նվաճած 8 մեդալները։ Չնայած ընդհանուր դրական պատկերին, մրցաշրջանը զերծ չէր խնդիրներից։ Քաշային կարգերի կրճատումը 10-ից 8-ի հանգեցրել է մեդալների ընդհանուր թվի նվազմանը նախորդ տարիների համեմատ։ Բացի այդ, մի շարք մրցաշարերում հայ ծանրորդները թույլ են տվել տեխնիկական եւ տակտիկական սխալներ, իսկ որոշ մարզիկներ ավարտել են ելույթներն առանց արդյունքի։ Այս հանգամանքների ֆոնին ֆեդերացիայում կատարվեցին մարզչական փոփոխություններ։ Հայաստանի մեծահասակների տղամարդկանց հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Հակոբ Փիլոսյանը, իսկ երկար տարիներ թիմը գլխավորած Փաշիկ Ալավերդյանը հեռացավ իր պաշտոնից։ 2025 թվականը հայկական մանրամարզության համար դարձավ սերնդափոխության եւ կայացման տարի։ Փորձառու առաջատարների կողքին միջազգային ասպարեզում վստահ քայլերով հայտնվեցին երիտասարդ մարզիկներ, որոնք ոչ միայն լրացրին հավաքականի կազմը, այլև անմիջապես սկսեցին արդյունք ապահովել, բարձրացնելով Հայաստանի դիրքերը աշխարհի եւ Եվրոպայի խոշոր մրցաշարերում։ Տարին մանրամարզությունում մեկնարկեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի առաջին փուլով։ Հայաստանի հավաքականը ներկայացված էր փորձառու առաջատարներով՝ Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Վահագն Դավթյան, նաև երիտասարդ նորեկներով Համլետ Մանուկյան եւ Մամիկոն Խաչատրյան, որոնց համար սա մեծահասակների մրցաշարում դեբյուտ էր։ Հատկապես մեծ ուշադրության կենտրոնում էր 2023 թվականին կրկնակի աշխարհի երիտասարդական չեմպիոն Համլետ Մանուկյանը, որն առաջին անգամ փորձեց ուժերը մեծահասակների միջազգային մրցակցությունում։ 2025 թվականի մայիսի 30-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունը դարձավ պատմական հայկական մարմնամարզության համար։ Համլետ Մանուկյանը փայլուն դեբյուտ ունեցավ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում եւ նժույգի վրա վարժությունում նվաճեց ոսկե մեդալ, հավաքելով 14.766 միավոր։ Այս հաղթանակը նրան դարձրեց Եվրոպայի չեմպիոն ընդամենը 17 տարեկանում եւ հաստատեց, որ Հայաստանը ձեռք է բերել նոր առաջատար օլիմպիական հեռանկարներով։ Հուլիսի 16-ից 27-ը Գերմանիայում անցկացված 2025 թվականի ամառային ունիվերսիադայում Հայաստանի հավաքականը մասնակցեց 7 մարզաձևերում եւ նվաճեց 1 ոսկե մեդալ։ Այդ ոսկին կրկին բերեց Համլետ Մանուկյանը, հաղթելով նժույգ վարժությունում։ Մրցաշարում նա դարձավ Հայաստանի հավաքականի միակ մեդալակիրը։ Տարվա ընթացքում Համլետ Մանուկյանը փայլեց նաեւ աշխարհի գավաթի փուլային մրցաշարերում։ Փարիզում կայացած փուլում նա նվաճեց արծաթե մեդալ նժույգի վրա, հավաքելով 14.800 միավոր։ Հատկանշական է, որ որակավորման փուլում Մանուկյանը ներկայացրեց նոր տարր, որը միջազգային մարմնամարզության ֆեդերացիայի կողմից պաշտոնապես գրանցվեց նրա ազգանունով՝ Մանուկյան։ Հոկտեմբերին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես եկավ լայն կազմով։ 5 հայ մարմնամարզիկներից 4-ը հաղթահարեցին որակավորման փուլը եւ դուրս եկան եզրափակիչ։ Նժույգի վրա եզրափակիչ դուրս եկան երիտասարդ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, զբաղեցնելով 3-րդ եւ 4-րդ տեղերը։ Օղակների վրա եզրափակչում հանդես եկավ Արթուր Ավետիսյանը, իսկ հենացածքում 2-րդ տեղով եզրափակիչ դուրս եկավ օլիմպիական մեդալակիր Արթուր Դավթյանը։ Աշխարհի առաջնության ավարտին Հայաստանի հավաքականը նվաճեց 2 արծաթե մեդալ Արթուր Դավթյանի եւ Մամիկոն Խաչատրյանի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցաշրջանը գնահատեց դրական, ընդգծելով երիտասարդների կայունությունն ու հոգեբանական պատրաստվածությունը։ Նրա խոսքով հատկապես կարևոր էր այն հանգամանքը, որ 18-ամյա մարզիկները աշխարհի առաջնությունում հանդես եկան առանց լուրջ վրիպումների, ապացուցելով, որ հայկական մարմնամարզությունն ունի լուսավոր եւ մրցունակ ապագա։
2025 թվականը հայկական ֆուտբոլում հիշվելու է երկակի պատկերով, ազգային հավաքականի համար ցավոտ պարտություններով ու ծանր փորձաշրջանով, իսկ ակումբային մակարդակում պատմական առաջընթացով, որի գլխավոր հեղինակն այս անգամ Հայաստանի չեմպիոն Նոան էր։ Հայաստանի ազգային հավաքականը 2025 թվականին անցկացրեց 10 հանդիպում, գրանցելով 1 հաղթանակ, 1 ոչ ոքի եւ 8 պարտություն։ Տարին սկզբից մինչև վերջ անցավ փոփոխությունների եւ սթրեսային արդյունքների ուղեկցությամբ։ Տարվա առաջին խոշոր փորձությունը եղավ UEFA ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆ փուլը։ Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով 0-3 հաշվով, իսկ պատասխան խաղում Վրաստանում պարտությունը դարձավ ավելի ծանր 6-1։ Խոշոր պարտություններից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ժան Վանսխիպը ներողություն խնդրեց հայ երկրպագուներից, սակայն դրանից ոչինչ չփոխվեց։ Նրա ղեկավարությամբ նույնիսկ Կոսովոյի դեմ խաղում հավաքականը ծանր պարտություն կրեց։ Ազգերի լիգայից հետո թիմը անցկացրեց 2 ընկերական հանդիպում, փորձելով վերագտնել խաղային հավասարակշռությունը, սակայն արդյունքները կրկին հուսադրող չեղան։ Կոսովոյի դեմ պարտություն 5-2 հաշվով, իսկ Մոնտենեգրոյի դեմ ոչ ոքի 2-2 հաշվով։ Այս հանդիպումներից հետո Վանսխիպը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից եւ հավաքականի ղեկը ստանձնեց Եղիշե Մելիքյանը։ Տարվա առանցքային մրցաշարային հատվածը կապված էր աշխարհի առաջնության 2026 թվականի եվրոպական գոտու ընտրական փուլի հետ։ F խմբում Հայաստանի մրցակիցներն էին Պորտուգալիան, Իռլանդիան եւ Հունգարիան։ Մեկնարկը չափազանց ծանր ստացվեց։ Առաջին խաղում մեր ընտրանին պարտվեց Պորտուգալիային 0-5 հաշվով, սակայն դրանից հետո Երևանում եղավ տարվա ամենալուսավոր պահը՝ 2-1 հաշվով հաղթանակ Իռլանդիայի նկատմամբ, որը դարձավ 2025 թվականի մեր ազգային թիմի միակ հաղթանակը։ Հետագա հանդիպումներում Հունգարիայի դեմ 2 խաղերում, նաև Իռլանդիայի ու Պորտուգալիայի դեմ պատասխան հանդիպումներում Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց եւ ընտրական խմբում եզրափակեց ելույթները 4-րդ վերջին տեղում։ Եթե ազգային հավաքականի մակարդակով տարին անցավ ծանր տրամադրությամբ, ապա ակումբային մակարդակում հայկական ֆուտբոլը ստացավ կարևոր հաջողություն։ Հայաստանի չեմպիոն Նոան պատմություն կերտեց, դառնալով հայկական առաջին ակումբը, որն ապահովեց Եվրոգավաթային մրցաշարի փլեյ-օֆ փուլում խաղալու իրավունք։ Տարիներ շարունակ հայկական թիմերը Եվրոպայում հիմնականում սահմանափակվում էին որակավորման 2-րդ կամ 3-րդ փուլով, վերջին տարիներին երբեմն նաև լիգայի փուլով, բայց Նոան գնաց 1 քայլ ավելի առաջ։ Թիմը ոչ միայն մասնակցեց, այլև հաղթահարեց լիգայի փուլը կոնֆերենցիաների լիգայում եւ հայտնվեց այնտեղ, որտեղ նախկինում հայկական ակումբ չէր հասել։ Սա կարևոր է ոչ միայն մեր ակումբի հաջողության տեսանկյունից, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի համար։ Նոայի յուրաքանչյուր հաղթանակ ու հավաքած միավոր բարձրացնում է Հայաստանի դիրքը UEFA երկրների վարկանիշում։ Այդ վարկանիշն ապագայում կարող է հայկական թիմերին տալ ավելի բարենպաստ մեկնարկային պայմաններ եւ մրցակիցներ, իսկ թիմում հանդես եկող ուժեղ արտասահմանցի ֆուտբոլիստները բարձրացնում են մրցակցությունը ներքին առաջնությունում, օգուտ տալով նաև Հայաստանի լիգային։ Հատկանշական է, որ եվրոպական մրցաշարերի փլեյ-օֆ փուլի ուղեգիր նվաճած Նոան Հայաստանի ամենաերիտասարդ ակումբներից է, հիմնադրվել է 2017 թվականին, սակայն արդեն հասցրել է ձևավորել եվրոպական հավակնություն եւ արդյունք։ Եվրոգավաթներին Նոայի հետ մասնակցում էին նաև Փյունիկը, Ուրարտուն եւ Արարատ Արմենիան, սակայն նրանք ցավոք չհաղթահարեցին անցումային փուլերը։ Նոան նույնպես դուրս մնաց Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի փուլերից, բայց կոնֆերենցիաների լիգայում կարողացավ անել այն, ինչ չէր ստացվում երկար տարիներ, անցնել լիգայի փուլն ու մտնել փլեյ-օֆ։ Իսկ փլեյ-օֆի վիճակահանությունը կկայանա արդեն 2026 թվականին եւ հուսանք, որ գալիք տարին մեր երկրի համար կլինի ավելի ստացված ու հաղթանակներով ոչ միայն ֆուտբոլում, նաև այլ սպորտաձևերում։ Դե ինչ, 2025 թվականի հաջողությունները թող բազմապատկվեն եւ թող 2026 թվականը մեզ բերի նոր մեդալներ ու նվաճումներ, իսկ մեր մարզիկների շնորհիվ Հայաստանի հիմնը թող հնչի միջազգային բոլոր հարթակներում։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։